Պարոն Առաքելյան, հուլիսի 17-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տնային կալանք տվեցին և մամուլում սկսեցին խոսել, որ դա նախօրոք պայմանավորված է։ Ինչպիսի մեկնաբանություններ դուք կտաք։ Ճիշտն ասած, չէի ուզում այդպես շատ մեկնաբանել այդ դաշտ մտնեի, բայց տեսնում եմ, որ տարբեր եւ իշխանամետ եւ ոչ իշխանամետ լրատվություններ ինչ ասես տարածում են, դրա համար շատ կարճ կանդրադառնամ, ոչ էլ արտարանում եմ, միանշանակ Վարդան Ղուկասյանին ճանաչում են եւ Գյումրի քաղաքում եւ Հայաստանի Հանրապետությունում եւ գիտեն, որ այդպիսի բաներ չի կարող լինել, ինչ որ կուլիսային համաձայնություններ եւ այլն։ Ես նույնպես չկամ այդպիսի բաների մեջ, երևի թուրն բռնում է եղել հուլիսի 15-ին իմ տված հարցազրույցի մեջ, թեպետ ես շատ պարզ եւ հանգամանալից ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ իմ իրավաբանական կրթությունն է թույլ տվել վերլուծել, որ դատավորը այլևս չունի այդ գործիքակազմը քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պահելու կալանքի տակ։ Դա եմ ասում, թեպետ ես ձեզ ասեմ, հիմա էլ է գտնվում պարոն Ղուկասյանը կալանքի տակ, տնային կալանքի տակ եւ համակցված տարբեր խիստ միջոցներով չշփվել, չհաղորդակցվել, 15 միլիոն դրամ։ Լրատվամիջոցները չեմ հասկանում, չգիտեմ որտեղից են ֆինանսավորվում եւ ինչ պատվեր են կատարում, բայց կոնկրետ կարող եմ ասել, մենք ոչ մեկին կալանք չենք ցանկանում, այդ հակառակը բոլոր քաղբանդարյալներին ազատություն ենք ցանկանում րոպե առաջ, վայրկյան առաջ։ Այսքանը, մնացածը թող Աստված բոլորին խելք ու շնորհ տա եւ հասկանամ, որ մենք պարզ եւ շիտակ ենք, Վարդան Ղուկասյանը միշտ բաց, պարզ ճակատ արտահայտվել է այն, ինչ գիտե եւ կատարել է այն, ինչ մտածել է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Գյումրու քաղաքի։ Շնորհակալություն։